Այս տեսանյութում կխոսենք նրա մասին, թե ինչու են մարդիկ գալիս մեր կյանք։ Ինձ հաճախ դիմում են, այցելուներից հաճախ խոսում են նրա մասին, որ օրինակ տղան կարող է ասել, որ ինձ հետ ընկերություն արեց, հետո ինչ-որ մեկը չգիտեմ X6-ով, համերով, ящикով եւ այլն եկավ եւ աղջիկը վազեց նրա մոտ, ամուսնացան 2-3 տարուց հետո բաժանվեց, կամ ինձ հետ ընկերություն արեց, հետո տարա մերոնց հետ ծանոթացրեցի, տեսավ մեր տան վիճակը, տեսավ մի շարք բաներ եւ այնուհետև հրաժեշտ տվեց։ Տղաներից ներողություն, աղջիկներից օրինակ շատ տարածված է, որ ասում են խոստացել էր որ կամուսնանանք, երեխաներ կունենանք եւ այլն, մի շարք բաներ էր խոստացել, մինչեւ իրար հետ քնելը։ Երբ իրար հետ սեռական հարաբերություններ ունեցանք, այնուհետև ինքը անհետացավ։ Եվ որպես կանոն նման փորձ ունեցող աղջկա եւ տղայի մոտ ձևավորվում է այսպիսի մի համոզմունք, որ իրենց օգտագործում են կամ իրենց շահագործում են եւ որպես կանոն նման միտք, նման համոզմունք ունենալով իրենց ներսում, իրենք դեպի իրենց կյանք ձգելու են հենց այդպիսի մարդկանց։ Այդ աղջկա կյանքում անընդհատ հայտնվելու են տղաներ, որոնք փորձելու են իրեն օգտագործել, այդ տղայի կյանքում էլ անընդհատ հայտնվելու են աղջիկներ, որոնք փորձելու են իրեն օգտագործել։ Այսպիսով եկեք հասկանանք ինչու է առհասարակ նման փորձ գալիս մարդու կյանք, ինչու են նման մարդիկ հանդիպում եւ փորձենք հասկանալ ինչու են առհասարակ մարդիկ հայտնվում եւ անհետանում ձեր կյանքից։ Այս տեսանյութը լինելու է հոգեբանության